Հայաստանում հեղաշրջում կանխավեց, թե քաղաքական հետապնդում սկսվեց։ Քանի դեռ վերջնական բացահայտում, վերջնական պատասխան դատարանի կողմից չի հնչել, կարծիք հայտնելը կարծում եմ լուրջ չի լինի։ Ինչ վերաբերում է գործող իշխանությունների քաղաքականությանը, վերջի շրջանում ինձ համար գոնե անհասկանալի եւ անընդունելի է, որովհետև այս գործընթացները, որը տեսնում ենք վերջին օրերին, պետք է տեղի ունենային 18 թվականի քաղաքական procesներից հետո, իշխանափոխությունից կամ ինչպես իրենք են նշում, հեղափոխությունից հետո, որովհետև ժողովուրդը իսկապես սպասում էր եւ եկեղեցու մաքրմանը, եւ օլիգարխների ունեցվածքի, այսպես ասած, պետականացմանը, որի այդ procesները այսօր տեսնում ենք, կարծես թե 1 տարի մնացած ընտրություններին դա նաև քաղաքական ենթատեքստ է իր մեջ պարունակում, որի մասին խոսում է ոչ միայն ընդդիմություն կոչված խորհրդարանական ռուսական 5-րդ չարասյունը, դրա մասին խոսում է նաև շարքային քաղաքացին։ Բան Արսեն, հետ կա դրսի ուժերի ներգրավման, թե միայն սա ներքաղաքական։ Իհարկե, դրսի ուժերի մասին է խոսքը, որովհետև բոլորիս հասկանալի է, որ Ռուսաստանն ամեն կերպ փորձում է անել այս մեր երկրում իշխանափոխություն իրականացնել, որովհետև ինչքան էլ որ այսօր իր ազդեցությունը դեռ կա Հայաստանի Հանրապետությունում, ինչքան էլ իր ազդեցությունը կա գործող իշխանությունների վրա գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանի, նրանց ավելի ձեռնտու է բացարձակապես վերահսկելի եւ ղեկավարելի իշխանություն, որպեսզի Հայաստանը մնա մշտական բլոկ պոստի կարգավիճակում իր համար այս տարածաշրջանում։ Բան Արսեն, այս քաղաքական procesները սկսվել են ձեր կարծիքով, նկատի ունեմ սկսվել են, որովհետև ընտրություններն են մոտենում, ուղղակի զուտներ, ընտրական սենց հաշիվներ են մաքրում միմյանց հետ, թե գլոբալ փոփոխությունների այդուամենայնիվ դնում է Հայաստանը, նկատի ունեմ, որ թե աշխարհակաղակականությունն է փոխվում, թե ընդհանուր միջավայրն է։ Նախ բավականին փոխվել է 20 թվականի Արցախյան ցավալի պարտությունից հետո, որովհետև եթե ժամանակին Հայաստանի իշխանությունները մտածում էին, որ շատ թե քիչ Ռուսաստանը դաշնակից պետություն է եւ Ռուսաստանի հետ հնարավոր է քաղաքականություն շարունակել, 20 թվականից հետո, առավել եւս 21-22 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումների վառ ապացույցը նաև հապկի անգործությունը Ռուսաստանի ոչ կողմնակալ կեցվածքը իդեմս Ադրբեջանի խոսեց այն մասին, որ Հայաստանը պետք է գնա այլընտրանքային այլ ուղիների փնտրտուքի, որի նախադրյալները կարծես թե նկատելի են, չնայած իմ համար ոչ դեռ արդյունավետ եւ ռեալ, սակայն նկատելի է, որ Հայաստանը փորձում է քաղաքական վեկտոր փոխել, որը բնականաբար դուրս չի գալիս մեր հիմնական, այսպես ասած, թիրախ հանդիսացող ճակերտավոր դաշնակից Ռուսաստանի Դաշնությանը, Ռուսաստանի Դաշնության իշխանություններին, որովհետև Ռուսաստանը միշտ սկսած ցարական իշխանությունների ժամանակաշրջանից, նաև խորհրդային շրջանում, հետ խորհրդային տարիներին Հայաստանին դիտարկել է միշտ իր համար վերահսկելի եւ կանոնակարգելի տարածք։ Նրանք ունեն այսպիսի մի տերմին, որը տիպիկ իրենց պատկերացմամբ բնորոշում է մեր քաղաքականությունը, կուդա անի ձենուցը, այսինքն նրանց համար Հայաստանը գնալու տեղ չունի եւ ցանկացած գնով Հայաստանը պետք է պահեն իրենց վերահսկողության դաշտում, որովհետեւ այս տարածաշրջանում ինչքան էլ ընդունենք, որ Վրաստանը համարում է շատ թե քիչ իրենց համար վերահսկելի տարածք, Ադրբեջանը բացարձակապես անկայուն վիճակ է դրսևորում Ռուսաստանի հետ հարաբերություններում, անհրաժեշտության դեպքում ցույց տալով որպես դաշնակից, օգտագործելով ռուսական ազդեցությունը մեր դեմ հաղթանակներում եւ ավելին կորզելու քաղաքականությունում, սակայն բոլորիս ակնհայտ է, որ Ադրբեջանը ունենալով շատ ավելի կայուն դիրքեր, ունենալով Թուրքիայի նման դաշնակից եւ ամենակարևորը ավելի ճկուն եւ հեռատես արտաքին քաղաքականություն, Ռուսաստանի բացարձակ վերահսկողության դաշտ մտնել չի կարող։ Հետևաբար Ռուսաստանին այսպես թե այնպես մնում է միայն մեկ քայլ, դա Հայաստանն է եւ Հայաստանը ամեն գնով ձեռքում պահելն է, որովհետեւ շատ լավ հասկանում է, երբ այս տարածաշրջանից կորցրեց Հայաստանը, ինքը բացարձակ դուրս է գալիս այս տարածաշրջանից։ Բան Արսեն, տեսեք, Հայաստանի իշխանությունները քննադատում են ՀԱՊ-ին, ռուսական մեդիային, ռուսական տարբեր կառույցների, բայց գործնական քայլեր չեն արվում մեր կառույցներից խոցելու համար, նկատի ունեմ սա քաղաքական զգուշավորություն է, թե քաղաքական խաղ։ Կարծում եմ եւ, որովհետեւ Ռուսաստանը այնպիսի երկիր է, որից կարելի է ակնկալել ցանկացած բացասական արձագանք
թե տնտեսական, թե քաղաքական, թե ինչու՞ չէ նաև ռազմական, որովհետև Ռուսաստանի պատժման մեխանիզմները շատ ավելի բիրտ են եւ աշխարհում արդեն հայտնի, հետեւաբար Ռուսաստանի հետ գործելը բավականին զգուշավորություն է իր մեջ պարունակում։ Բացի այդ կա նաեւ մեկ այլ տարբերակ, չնայած մենք փորձում ենք ձգտել դեպի արևմուտք, փորձում ենք եվրոինտեգրման գործընթաց սկսել, սակայն կարծես թե Եվրոպայից էլ այն արձագանքները, որին մենք ակնկալում ենք, այս բան այն ծավալի չեն, այն մասշտաբի չեն, որ գործողությունները, սպասվող գործողությունները ավելի ակնհայտ դառնան։ Ես կարծում եմ կամ վախեր, ավելի շատ վախեր, թե իշխանությունների համար իրենց իշխանությունը կորցնելու, թե պետության նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ վարքագիծը հնարավորինս զսպելու, սակայն նաև դրա վրա ազդում է արևմուտքի ոչ այնքան գործունյա քայլերը։ Ես կարծում եմ այս գործընթացները պետք է շարունակական լինեն եւ ավելի հստակ քայլերով քայլեն դեպի վեկտորի փոփոխության, որովհետեւ Ռուսաստանի վերահսկողության դաշտում մնալով հապկում անկախ նրանից սառեցված, կիսասառեցված կամ կիսագոլ վիճակում, համենայն դեպս մնալ Եվրասիական տնտեսական գոտու շրջանակում եւ մեր շուկայավարումը եւ ընդհանրապես տնտեսության ձևավորումը դիտարկել միայն ԵԱՏՄ-ի շրջանակներում միանշանակ կործանարար է լինելու։ Էլ չեմ խոսում 102-րդ բազայի արկայությունը մեր հանրապետությունում, որը ոչ միայն պաշտպանիչ դեր է կատարում, պաշտպանողի դերակատարում ունի, այլ կարծում եմ, որ անհրաժեշտության դեպքում նաև մեծ վնաս կվտանգ կարող է ներկայացնել մեր հանրապետությանն ու մեր քաղաքացիներին։ Ինչպես նաև հակաօդային պաշտպանության է համատեղ համակարգը, որը ձևավորվել է, կարծեմ Սերժ Սարգսյանի օրոք, որը չգիտես ինչու մինչ օրս շարունակվում է, որը լուրջ վտանգ է ներկայացնում մեր բանակի արմատական վերափոխման եւ վերազինման համար։ Ռուսաստան-Ադրբեջան այս հակամարտությունը ըստ ձեզ դա քաղաքական խաղ է, թե իրականում խնդիրներ կան Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ։ Խնդիրները այսպես թե այնպես կան, սակայն նման իրավիճակներ մենք հաճախ ենք տեսել Ռուսաստանի եւ Ադրբեջանի, սակայն դրանից դեն շատ ողջևորվել եւ շատ ուրախանալ չեն կարող, որովհետեւ շատ արագ կարող են դրանք հարթվել, որովհետեւ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ կախվածությունը Ադրբեջանից այս բային իր ավելի շատ է, քան Ադրբեջանի կախվածությունը Ռուսաստանից, հիմնականում էներգակիրների հետ կապված, որովհետեւ Ռուսաստանն այս պատժամիջոցների վիճակում լինելով լավագույն, այսպես ասած, խողովակը դա ադրբեջանական Բաքու-Ջեյան խողովակով իր էներգակիրները Եվրոպա արտահանելու գործընթացն է, որի առաջ նա փորձելու է որոշ ժամանակ անց փորձել լռել եւ հարթեցնել այս իրավիճակը։ Իսկ Ադրբեջանը շատ լավ հասկանալով, որ այս տարածաշրջանում եւ ընդհանրապես ազդեցությունը Ռուսաստանի գնալով փոքրանում է, փորձում է իր գինը բարձրացնել արևմտյան ուժերի, արևմտյան երկրների առաջ, ցույց տալով հակառուսական կեցված եւ ագրեսիայի դրսեւորումների ենթադրումը։ Բան գալիս է Հայաստանի պետություն եւ եկեղեցի հարաբերությունները, ոնց կմեկնաբանեք, արդյոք սա ճգնաժամ է պետություն եկեղեցի հարաբերություններում, թե ճգնաժամ է իշխանություն եկեղեցականներ հարաբերություն։ Ես կարծում եմ, որ անընդհատ չի կարելի շահարկել եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, որովհետև իմ կարծիքով հայ առաքելական եկեղեցու հետ գրեթե արմատական կապ չունեն եկեղեցու պարագլուխները, որոնք շատ բոլորիս գրեթե հայտնի են, թե ովքեր են, ժամանակին ինչպես է դարել կաթողիկոս, ում հովանավորությամբ է դարել եւ հետագայում ինչպիսիք գործընթացներ է իրականացրել։ Մի կաթողիկոս եւ իր շուրջը հավաքված եկեղեցական վերնախավի կեցվածքը վերջի տարիներին ցույց է տալիս, որ եկեղեցու պարագլուխները ընդհանրապես կապ չունեն հայ առաքելական եկեղեցու հետ։ Սակայն այս գործընթացները եւս, ինչպես նշեցի, պետք է իրենց տրամաբանական ընթացքը եւ ավարտը ունենային այս տարիների ընթացքում։ Ես հիշում եմ 18 թե 19 թվականին, երբ որոշ եկեղեցիականներ կանգնեցին եւ փորձեցին փոփոխություն իրականացնել նաեւ եկեղեցում, նոր կարծեմ կարգախոսը նոր Հայաստան, նոր հայրապետ կարգախոսով կանգնեցին եւ բավականին քաղաքացիական զանգված սատարում էր այդ հոգեվորականներին, բայց չգիտես ինչու իշխանությունները կամ չսատարեցին կամ ինչու՞ չէ նաեւ լռեցրեցին, որը բերեց այսօրվա վիճակին։ Այսինքն հասել է մի վիճակ, երբ անմիջապես վտանգ է զգում իշխանությունները եկեղեցական պարագլուխներից, նոր պայքար է սկսել եկեղեցու պարագլուխների դեմ։ Սակայն մեր հայ ժողովուրդը, ես վստահ եմ, ունի այնքան
ստապ գիտակցություն եւ որ կարողանում է տարանջատել հայ առաքելական եկեղեցին այսօրվա ունեցած եկեղեցական պարագլուխներից եւ կարծում եմ որ այս պայքարը հիմնականում ոչ թե եկեղեցու դեմ է այլ գործող իշխանությունների պայքարն է եկեղեցական վերնախավի նկատմամբ գլխավորությամբ Գարեգին II կաթողիկոսի որը այո նաև իր հետ ունի պետականության եւ պետականության քայքայման քաղաքականություն գործընթացներ Պարզից էլ պարզ է որ մի պետության հոգևոր առաջնորդ երբ պարգևատրվում է մեկ այլ պետության այսպես ասած դաշնակից կոչվող սակայն ավելի թշնամի պետության կողմից պարգևատրվում է մեդալներով երբ նրա քաղաքականությունը բացարձակապես կառուցված է նշված երկրի տվյալ երկրի քաղաքականությամբ երբ մարդը երբ ժողովրդի կողքին կանգնելու անհրաժեշտություն կար բացարձակ լռում է երբ պայքարի քաղաքական պայքարի դուրս գալու անհրաժեշտություն կա Ռուսաստանի կողմից փորձում է ձայն բարձրացնել շատերը փորձում են այսպես մեկնաբանել քաղաքային իշխանությունները քաղաքական իշխանությունները իրավունք չունեն խառնվելու եկեղեցական գործին ես համաձայն եմ ինչ որ չափով միայն այն դեպքում երբ հոգևոր իշխանություններն իրավունք չունենան խառնվելու քաղաքականությանը սակայն վերջի տարիներին մենք տեսնում ենք եկեղեցու պարագլուխները ձևավորել են քաղաքական մի բլոկ որով տրամաբանորեն չպետք է զբաղվեն ի սկզբանե Անգարցյան, շատ է խոսում, որ Հայաստանը հիբրիդային պատերազմի մեջ, այդ հիբրիդային պատերազմում առանցքային ուժերից մեկը ռուսական մեդիա տեղեկատվական դաշտն է, այս օրերին քննարկվում է թե արդյոք պետք է փակվել ռուսական մեդիա տարածքը Հայաստանում, դուք ինչ կարծիք եք։ Ես կարծում եմ, որ այս գործընթացը պետք է սկսվեր դեռ տարիներ առաջ, երբ 21-22 թվականներին Արցախյան պատերազմի պարտությունից հետո ռուսական մեդիա դաշտը հակահայկական, ազգային մեր համար քաղաքականություն էր վարում իր բոլոր գրեթե ալիքներով եւ բոլոր այսպես ասած լրատվական դաշտի կարկառուն ներկայացուցիչներով դա այն հիմնական առիթներ, որը կարող էր օգտագործել Հայաստանի իշխանությունները ժամանակին ռուսական մեդիա դաշտը փակելու համար։ Եվ կարծում եմ այս գործընթացը պետք է հնարավորինս արագացվի, որովհետև սա ունենալու է ավելի խոր դրսևորումներ մեր ժողովրդի լրատվական դաշտից հնչող արձագանքների եւ նրանց հոգեվիճակի ձևավորման վրա։